Պաշտպանության նախարարության Զինուշ ստուդիան ներկայացնում է Զինուշ հեռուստածրագրի հայրենյաց սահման հատուկ թողարկումը բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել սահմանամերձ Բերթավան գյուղ համայնքի բնակիչների ու զինծառայողների միջև կապն ամուր է ու անքակտելի։ Մարտական հերթապահություն հայ զինվորը պատրաստ է հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն։ Գործնական պարապմունքներ տանկային անձնակազմերը կատարելագործում են մարտավարի մասնագիտական ունակությունները։ Հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանն ուղղված կրակոցները նվազել են, փաստում են սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչները։ Երբ է հայրենիքի պաշտպանը դառնում անպարտ, բանակը մարտունակ, երկիրն անվտանգ, երբ յուրաքանչյուր զինծառայող իր հետ ծառայության է տանում ընտանիքի սերն ու ջերմությունը։ Այժմ այս եւ մյուս թեմաների մասին առավել մանրամասն, այսպես հայրենիքի սահմաններն անառիկ են ինչպես մեր զինծառայողների, այնպես էլ սահմանում ապրող բնակիչների շնորհիվ։ Իմ գործընկերներն այս շաբաթ այցելել են Տավուշի մարզ, եղել սահմանային զորամասում, մարտական դիրքերում եւ որոշ սահմանամերձ բնակավայրերում։ Ճանապարհը տանում է դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Բերթավան գյուղ։ Ազգային բանակի հովանու ներքո ինչպես են ապրում սահմանամերձ գյուղի սահմանապահ բնակիչները, պարզելու համար կարճատև շրջայց կատարենք գյուղում։ Ես ընդհանրապես կարամ մի բառով ասեմ, մեր զինվորի ներկայությունը այնքան է մեզ պաշտպանության աստիճան այնքան բարձր է, որ մենք հանգիստ քնում ենք։ Որևէ մարդ չկա, որ ասենք վախի։ Գիտենք, որ մեր զինվորը իրոք կյանքում չի թողի որևէ մեկին ոտնձգություն կամ չգիտեմ այլ ուրիշ բան։ Անչափ ոգևորիչ ու կարևոր նախադրյալ է, երբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ու տարածաշրջաններում տեղակայված զորամասերի միջև կապն ամուր ու անքակտելի է։ Մեր կողմի ժողովուրդը, ասենք մեր գյուղի զինվորի կողքին եղել է եւ կա Գյուղը ինքը ինքնապաշտպանության ժամանակից սկսած ինքը միշտ զինվոր է եղել, կարամ այդ ձև ասեմ, եւ ըստ ինձ գյուղի այն ամենափոքր երեխան, որ թեկուզ երգում է կամ չգիտեմ արտասանություն ասեմ զինվորի համար կամ չգիտեմ ինչ որ մեկ այլ ուրիշ բան, նա ինքն էլ զինվոր է։ Այսինքն մենք տարբեր չենք, մենք զինվոր ենք։ Մենք զինվորի կողքին զինվոր ենք։ Ցանկանամ, որ առաջ հերթին խաղաղություն լինի երկրին եւ աշխարհին, իրանց առողջություն ուժ, եռանդ եւ բարի ծառայություն։ Ապավինած հայոց բանակի ուժին ու զորությանը սահմանամերձ գյուղացին իր տունն ու օջախն է շենացնում, քարը քարին դնելով ամրացնում երկրի պաշտպանության սուրբ պատը։ Այ հենց դիմացի պոստում մեր ջահելներն են, մեր զինվորներն են մեզ պաշտպանում։ Ցանկալի է, որ պատերազմ չլինի առաջին հերթին։ Մեր զինվորներին ես ցանկանում եմ հաջողություն, առողջություն։ Իմի այս պահին էլ բոլորը կանգնած են միահամուռ։ Կուզենան, որ մեր երեխեքի գլխից մի մաս չպակասի։ Մենք բոլորս պարտավոր ենք մեր հայրենիքի համար, մեր գյուղի համար, մեր ազգի համար։ Եթե մեր զինվորներին ծառայել ինչ չի լինի, մենք կարանք ստի հաստղենք։ Իհարկե առանց զինվորների մենք ում ենք պետք է։ Մեզ տայել են զորամաս, նել տարբեր տարանջաշարն ցույց տվին, զինվորներին ցույց տվին, ծանոթացրին, հետո մեզ տարան պարապելու տեղ, մեզ զենք տվեցին, բռնեցինք, բայց չթողեցին, որ կրակենք։ Օրինակ, եթե ես զինվոր եմ տենում, գնում եմ, բարևում եմ, եթե պայս ընկերները զինվոր գալիս են մեր տուն, շատ եմ ուրախանում։ Մամայիս քրոջս փոխարեն ես եմ սեղանը գնում, իրանց օգնում եմ, թող միշտ խաղաղ լինի, որ մեր բոլոր մայրերը կարողանան հանգիստ գլուխը դնեն բարձին։ Մեր զինվորները սահմանին կանգնած ամեն օր պաշտպանում են եւ միշտ կանգնած են մեր հայրենիքի կողքին։
Բերթավանցիները շատ դժվարություններ են տեսել կյանքում, այսօր ապրում են համեստ կենսակերպով ու առօրյա խնդիրներով։ Հաճախ են հնչեցնում խաղաղություն բառը, որպես սահմանին կանգնած հայ զինվորին ուղեկցող յուրօրինակ աղոթք։ Ոնց պետք է լինի։ Այս զինվոր եմ տեսնում, ուզում եմ ասեմ ջայ ջան, ցավդ տանեմ, ապրեք, որ դուք մեզ պաշտպանում եք։ Ուրիշ տանից առավել ինչ կուզենամ։ Իհարկե կուզենամ, որ առաջին հերթին նորից եմ ասում պատերազմ չլինի։ Եվ մեր զինվորներն էլ փառք Աստվածին, որ լավն են, շատ լավն են։ Բոլոր երեխաները մեծ մեր զավակներն են։ Բոլոր զինվորները, ես որ զինվոր եմ տենում, թեկուզ մեր կողքով անցկենալուց, ուզում եմ կանչեմ, որ ինչ-որ մի բան, իմ սոտի, իմ ցանկությունը իրան հայտնեմ, թեկուզ մի փոքր բանով հյուրասիրեմ։ Յուրաքանչյուր բացվողոր գյուղացու համար հոգս է, գործ ու դժվարություն, սակայն սահմանամերձ այս լեռնաշխարհի մարդիկ սովոր են այդ ամենին ու որպես պաշտպաններ հայրենի եզերքի իրենց բաժին հողն են մշակում, անասուն պահում, իրենց կենսակերպի հետ մշտապես հաշտ ու համերաշխ ապրում են ու նորից արարում։ Աշխարհը խաղաղի հանցկրխով կամինան չկեն։ Ամենակարևորը։ Խորհուրդ եմ տալու, որ նրանք արդյունքին ամեն ինչին ոյպերի պասով պատրաստել։ Կարեն Պետրոսյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։ Ինչպես Բերթավանի, այնպես էլ մեր անվտանգությունն ապահովում է սահմանում իրականացվող մարտական հերթապահությամբ եւ ինչպես է իրականացվում երկրի պաշտպանությունը, ինչպես են ծառայում մեր տղաները։ Այս ամենն էլ արձանագրելու համար մեր նկարանող խումբը եղել է նաեւ մարտական դիրքերում։ Տղաների թիկունքում սահմանամերձ գյուղերն են, այնտեղ ապրող ու արարող բնակիչները։ Նրանք աներկբա հավատ ու վստահություն ունեն հայ զինվորի հանդեպ, եւ այդ վստահությունը մեր զինծառայողներին մղում է անբասիր ծառայության։ Ես կրսե սերժանտ Կիրակոսյանն եմ, իմ ծառայությունը կատարում եմ մեծ սիրով ու մեծ նվիրումով։ Հայ զինվորը դիրքում է, վճռական տրամադրությամբ ու անկոտրում ոգով շարունակում է ծառայությունը։ Նա գիտի իր առաքելության նպատակը, հպարտությամբ է կրում զինվորի վեհ կոչումն ու գիտակցում, որ հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրը պետք է ունենա իր մասնաբաժինը։ Մեր զինվորի առանձնահատկությունը հիմնականում նրանում է, որ մեր զինվորը հասկանում է, որ ինքը իր հողն է պահում, ինքը իր ընտանիքն է պահում։ Շատ եմ հպարտ, շատ է դուրս գալ ինձ։ Ամեն ինչով ապահոված ենք, ոչ մի խնդրեմ չունենք, հրամանատարական կազմը մեզ շատ լավ է նայում։ Զինվորների մեջ մենք որպես աղբեր, որպես մի ընտանիք նամանվան դիրքերում։ Շարքային Մելիքյանը շատ փոքր տարիքից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, Սորակոչի տարիքին հասնելուն պես առանց վարանելու գալիս է հայրենիք եւ համալրում նորօրյա պաշտպանների շարքերը։ Տենում էլ այդ հայկական բանակին շատ է դուրս գալի։ Դες ես որոշել էի գա էլի։ Համել իմ տարիքը արդեն եկել էր այն վախտին, որ պիտի ծառայեմ, իմ պարտքը տամ Հայաստանին։ Գևորգը թեև մեծացել է արտերկրում, բայց շփվում ու խոսում է հայերեն, գրել կարդալն էլ զարգացրել է հենց ծառայության ընթացքում։ Նա նշում է, որ հայ ազգը տարբերվում է իր միասնականությամբ ու համախմբվածությամբ։ Հայ որը աշխարհի լուբոյ կետում լինի, եթե Հայաստանում ինչ-որ մի խնդրեմ լինի, անպայման կհասնի ու ինչքան հնարավոր է կօգնի։ Ինչը կհասնի Իրանից, ինչը կլինի իր ուժերից վեր, ամեն ինչ կանի, որ օգնի իր հայ ազգին։ Նույնը ես իմ ուղղությունից հետո անպայման կլինեմ Հայաստանի հետ։ Մարտական հերթապահությունը բանակային կյանքի անբաժան ու կարևորագույն դրսևորումներից է։ Այն զինվորին դարձնում է առավել զգոն եւ աչալուրջ, նրա գիտակցության մեջ ամրագրում պարտքի ու պատասխանատվության զգացումը։ Ինչ հատկանիշներ են պահանջվում մարտական դիրքում, այս հարցին դիրքապահ զինվորները տալիս են գրեթե նույն պատասխանները։ Իսկապես տղաների կատարած գործն անգնահատելի է մեր երկրի համար։ Կարևոր է, քանզի նրանք այստեղ ամուր ու վստահ են կանգնած։ Եվ բնականաբար այդ վստահությունը փոխանցվում է մեզ։ Հայ զինվորն իր ամենօրյա ծառայությամբ է փաստում, որ զսպաշապիկ է հակառակորդի համար եւ ունակ է անգամ կյանքի գնով պաշտպանելու հող հայրենին։ Ստե առանց մտածելու ես գործելու։ Դե չես նայելու ինչ ոնց դաժե եթե դու ունես այդ վիճակում որ դու զենքդ քեզ հեռու լինի տկլոր ձեռներով կհասնենք ու կլուծենք մեր խնդիրը։ Եվ այսպես արշալույսները կարծես թե խաղաղ են, թող չխաթարվի խաղաղությունը, բայց եթե հանկարծ հակառակորդի մտքով
Դարձյալ նենք մտադրություններ անցնեն, մենք կրկին կլինենք խաղաղություն պարտադրողը, քանզի հայը իր տունն ու երկիրը պահելիս անպարտ է ու անսասան։ Կարեն Պետրոսյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։ Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել ազնվիրաբար Մարտավարվում եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը լինել զգոն և խիզախ պատվով կատարել որդիական պարտքս հայրենիքիս եկեղեցուս ընտանիքիս ծնողներիս զինակից ընկերներիս ժամահատարներից սերը հարգանքն ու պատիվ վաստակելու համար Աստծո օրհնությամբ հզոր հավատքով միշտ պատրաստ եմ մարտի անոնիմ մեկ և համայն Հայաստանի ապագայի երդվում եմ Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում են մեր դիրքապահները հսկում սահմանի անդորը։ Նրանք սակայն իրենց մարտական պատրաստությունը զարգացնում են զորամասում եւ վարժադաշտերում անցկացվող տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով։ Եվ մեր հաջորդ տեսանյութի հերոսները նույնպես ներգրավված են հայրենիաց սահմանի պաշտպանության գործում։ Թեև մեր տանկիստները ներգրավված չեն մարտական հերթապահությունում, սակայն ամեն օր կատարելագործում են իրենց տեսական ու գործնական ունակությունները, որպեսզի մշտապես պատրաստ լինեն ցանկացած մարտական խնդրի կատարմանը։ Տանկային վաշտի հրամանատար Ռազմիկ Բաղդասարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել։ Սկզբում մոտոհրաձգի կրթություն է ստացել, այնուհետև մասնագիտացել որպես տանկիստ։ 2014 թվականին ավարտել է ռազմաուսումնական հաստատությունը եւ որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվել սահմանամերձ զորամասում։ Այսօր արդեն տանկային վաշտի հրամանատար է։ Ռազմիկն ունի սպայի կերպարի իր պատկերացումները։ Սպան պետք է լինի մշտապես զինվորի մասին մտածող, հոգատար, խորացած լինի նրա կարիքների մեջ, մշտապես անցկացնել համապատասխան պարապմունքներ նրանց գիտելիքներով հարստացնելու, օգնելու, կայացնելու, որպեսզի մարտական խնդիրների կատարման ժամանակ արդեն կարողանան իրենց առջև դրված խնդիրը լիովին կատարեն։ Հսկայական զրահամեքենան կառավարում են ընդամենը 3 մասնագետներ՝ տանկի հրամանատարը, մեխանիկ վարորդն ու նշանառու օպերատորը։ Նրանցից յուրաքանչյուրը մարտի ժամանակ իր խնդիրն ունի, որի ճշգրիտ կատարման դեպքում միայն մարտական առաջադրանքը հաջողությամբ կիրականացվի։ Ուստի կարևոր է նրանցից յուրաքանչյուրի իր գործին քաջատեղյակ լինելը։ Իսկ ինչ է անհրաժեշտ տանկիստ դառնալու համար։ Չի ասի, որ ամեն մարդ կարող է տանկիստ դառնալ, քանի որ նախ եւ առաջ պետք է տեխնիկայի հանդեպ ունենալ սեր եւ ցկտում, որպեսզի կարողանա ինչ-որ արդյունքի հասնել իր գործում։ Տանկային վաշտի յուրաքանչյուր զինծառայող հստակ գիտի մարտական տեխնիկայի առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը եւ անգամայն թե տվյալ տանկը ինչ մարտական գործողության է մասնակցել եւ ինչ հաջողությունների է հասել այդ գործողությունների ընթացքում։ Իմ տանկը գիտեմ, որ մասնակցել է մարտական գործողություններին 93 թվականին, այնուհետև վերանորոգվելուց հետո փոխանցվել է մեր զորամասին։ Սամվել Թադևոսյանը տանկի մեխանիկ վարորդն է։ Երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, երբ եկել է զորակոչվելու ժամանակը, վերադարձել է հայրենիք իր սահմանադրական պարտքը կատարելու։ Սամվելն այնքան է սիրել թրթուրավոր զրահամեքենան, այնքան է կատարելագործվել, որ այսօր վաշտի լավագույն տանկիստն է։ Տանկը կառուցված է 3 հիմնական մասերից՝ ընդհանցամասից, իրանից եւ աշտարակից։ Ընդհանցամասը իր մեջ ներառում է 7 պահող գլդոններ, 1 տանող անիվ եւ 1 ուղղորդող անիվ։
Տանկի առաջնամասում կա հարմարություններ խնամատ փորելու համար, անհրաժեշտության դեպքում անջատվում են այս անջատիչները, ինքը բացվում է եւ կարողանում ենք հեշտությամբ մեծ խրամատ փորել տանկի համապատասխան։ Դեղին աստղը նշանակում է թե քանի տանկ զրահմեքենա է խոցել տանկը մարտական գործողությունների ժամանակ։ Սպիտակ աստղը նշանակում է որ մասնակցություն է ունեցել ընդհանրապես տանկը մարտական գործողություններում, իսկ կարմիր աստղը, որ ստեղ չկա ոչ մի տանկի վրա, նշանակում է, որ տանկը խոցված է եղել հակառակորդի կողմից։ Այն ամենը ինչը որ պետք է սպասարկվի, նշված են ինչ-որ կարմիր ներկերով եւ համապատասխան ինչ-որ տարբերանշաններով, որպեսզի սպասարկումների ժամանակ կատարվեն համապատասխան տեղերի սպասարկումներ։ Զբաղեցնելով հաստեկային տեղը անմիջապես առաջին հերթին հաղթում ենք Շլեման տունը, ենթասաղավարտ է։ Աշտարակը ապասևերակելու համար ձախ կողմում տեղադրված է սևերակը, որը պատտելով ժամացույցի ցլակի հակառակ ուղղությամբ ապասևերակում ենք աշտարակը։ Ձախ կողմում տեղադրված է նաև աշտարակը կողմնորոշող սլակները, որը նշանառու օպերատորին ցույց է տալիս, որ դիրքում է գտնվում աշտարակը։ Հայրենիքի պաշտպանությունը անխոս սկսվում է առաջնագծում կանգնած հրաձիգից, իսկ թիկունքում մեր բանակի մյուս ստորաբաժանումները, այդ թվում տանկիստները, զորու գիշեր կատարելագործում են իրենց մարտավարամասնագիտական գիտելիքները։ Անհրաժեշտության դեպքում նրանք էլ իրենց վճռորոշ տեղն են ունենալու հայրենիքի պաշտպանության գործում։ Մեր զինվորների վրա հույսը կարան հանգիստ լինեն, որտեղ մենք կատարելու ենք մեր մարտական խնդիրը հաստատ ես համոզված եմ։ Եվ իսկապես, երբ զինծառայողն այսպես վստահ է խոսում իր գիտելիքների, իր պատրաստվածության, իր տրամադրվածության մասին, ուրեմն անշուշտ նա գիտե իր անելիքը։ Իսկ մեզ մնում է միայն հավատալ ու վստահել մեր զինվորին։ Զավեն Մաթևոսյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Այցելելով Տավուշի մարզ, մեր տեսախցիկն արձանագրել է նաև սահմանամերձ Դովեղ գյուղի Արորիայի նոյեմբերյանի զինկոմիսարիատում ընթացող զորակոչի նախապատրաստական աշխատանքների բժշկական կենտրոնում զինակոչիկների պատվաստումների առանձնահատուկ դրվագները, պատմում է Զավեն Մաթևոսյանը։ Տարեմուտին դովեղցիներն ամփոփում են անցնող տարվա լավն ու բարին եւ ինչպես յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրում, այստեղ էլ հաշվում են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու դրանց հետևանքով իրենց կրած վնասները։ Ոչ, չեն բողոքում, քանի որ նախորդ տարիների հետ համեմատ կրակոցների առումով այս տարին ավելի մեղմ էր։ Դովեղցիներն արդեն վերանորոգել են հակառակորդի կողմից վնասված տան պատերն ու տանիքները։ Գյուղի մշակելի հողատարածքների ավելի քան 70%-ը գտնվում է հակառակորդի տեսադաշտում, բայց եւ այնպես դովեղցին ձգտում է դաշտ դուրս գալ ու մշակել իր այգին, հավատով, որ տղերքը դիրքից հսկում են, որ հակառակորդի շարժն աննկատ չի մնա։ Մենք խոճապի չենք մատնվում, բայց ընդհանուր նախազգուշական միջոցառումներ միշտ էլ կատարվում է եւ այսօր էլ ասենք ճիշտ է կրակոցը չկա, բայց ասենք բացառված չէ, որ մեր հարևանների բնավորությունը բոլորդ էլ գիտեք ոնց է։ Միշտ զգուշավորությունը պաշտպանում է մեր մոտ։ Երբ դիրքում կանգնած զինվորը տեսնում է, որ գյուղում տուն են շենացնում, անասուն պահում, ել ավելի մեծ հավատով է իրականացնում իր ծառայությունը, վստահ, որ իր զոհողությունն արժեք ունի, վստահ, իր ծառայությունը կարևոր է։ Իսկ գյուղացին էլ իր հերթին զինվորի ներկայությունից է ուժառնում, երբեմն վտանգելով կյանքը այգի ու դաշտ է մտնում, որովհետև վստահում է հայրենիքի պաշտպանին։ Սակայն տեղի Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արշալույս Չոբանյանի հետ զրուցելիս պարզեցինք, որ երբեմն, երբ իրադրությունն առաջնագծում առավել լարված է, հենց մեր զինծառայողներն են հորդորում գյուղացիներին խուսափել այգիների մշակումից։ Երևի իրանք բավականին ադապտացված են այս հակառակորդի ոտնձգությունների նկատմամբ, որովհետև ենթադրենք ժողովուրդը գիտի, որ այդտեղ չի կարելի աշխատել, որտեղ հակառակորդի կրակի տակ է, բայց ընդամենը մեր չթողելու պատճառով չի աշխատում։ Եթե նրան ասես աշխատի ու գիտի, որ հակառակորդի կրակի տակ է, ինքը առանց վախի կաշխատի։ Հրանտ Քերին հպարտությամբ է պատմում, որ որդին ապրիլյան քարորիա պատերազմի օրերին մարտական հենակետերում է եղել, մասնակցել է Արցախի սահմանի պաշտպանությանը։ Ինչ կա որ, մեկ այլ ընտանիքի զավակ էլ այսօր իրենց դովերն է պաշտպանում։ Հայրենիքը եզերող գյուղերի անունները տարբեր են, բայց մեկն է հայրենիքը։
եւ նրա պաշտպանությանն էլ բոլորս պարտավոր ենք մասնակցել հավասարապես։ Թեպետ ըստ աշխարհագրական տեղանքի իր տունը քողարկված է, բայց սրտնեղում է, որ երբ թեժ էր իրադրությունը, հակառակորդը կրակում էր հատկապես գյուղի կենտրոնի ուղղությամբ, որտեղ ցերեկային ժամերին առավել մարդաշատ է լինում։ Գյուղամիջում են հիմնականում այո ուղղությամբ են գյուղի կենտրոնին են կրակում հիմնականում։ Մեր այս թաղի վրա չեն կրակում, որովհետեւ դիմացի սարը պաշտպանում է թաղը, դրա համար թաղի վրա չեն կրակում։ Հիմնականում կենտրոնի վրա են կրակում։ Տեկնա։ Ինչքան է նոր ածում է։ Երկու ռակա ներեկացում։ Տիկին Սուսաննան է, որն ավարտին է մոտենում, շտապում է հասցնել ամեն բան։ Գյուղի հոգսը շատ է։ Բանակը միշտ կանգնած ա եղել եւ ժողովուրդը բանակի հետ։ Բանակ առանց ժողովրդի չի կարա գոյատևի։ Ժողովուրդը միշտ կանգնած այն մանավանդ այն նոր ստեղծվել է ժամանակաշրջանում գյուղը բոլորն էին կանգնած փոքրից մինչև մեծ, մեծից փոքր։ Զինվորի հետ։ Մի հատ զինվորին sense խեթ աչքով չէին նայում, իրանց հարազատի ձևով, իրանց երեխի պես։ Եվ իրոք, ինչպես մեր, այնպես էլ այս մարդկանց ապավենը բանակն է, հայ զինվորը, իրենց որդիները, որ առաջիկա օրերին զորակոչվելու են բանակ։ Եվ ինչպես հանրապետության մյուս շրջաններում, այստեղ էլ զորակոչի աշխատանքներ են ընթանում։ Շուտով զինվորների սերնդափոխություն կլինի, նախորդները կզորացրվեն, իսկ նրանց կփոխարինեն հայրենիքի նորօրյա պաշտպանները։ Հրանտ քերու որդին էլ տուն կվերադառնա, ու ելի մեկ այլ դովեղցի կգնա սահման նրա առաքելությունը շարունակելու, կգնա պաշտպանելու իրենց գյուղի նման սահմանին Վահանի պես դեմ հանդիման կանգնած մեկ այլ գյուղ։ Ինչպես այժմ, այնպես էլ նախկինում նոյեմբերյան տարածաշրջանի երեխաները ծառայության նկատմամբ միշտ լավ են տրամադրված, պատրաստ են ծառայելու եւ իրանց պարտքը տալու հայրենիքին։ Սակայն մինչև զորակոչվելն ու շարք կանգնելը նախ պետք է համոզվել, առողջ է արդյոք հայրենիքի ապագա պաշտպանը։ Նոյեմբերյանի զինկոմիսարիատից զինակոչիկներին պատվաստման են ուղարկում տեղի բժշկական կենտրոն։ Քանի որ տարածաշրջանում կա գրիպի համաճարակի վտանգ, բացի հիմնական պատվաստումներից ավելացվել է նաև մեկը։ Բժիշկները նշում են, որ տղաների տրամադրությունը բարձր է, պատրաստակամ են, չկան խուսափողներ։ Մեր տարածաշրջանի տղաները բավականին կոփված են, որտեվ ծնված օրվանից այդ կրակոցները իրանց համար չեմ ուզում ասել սովորական, բայց բավականին կոփված են այդ առումով եւ տրամադրված։ Հայրենասիրական ոգին բավականին բարձր է։ Հիրավի, այստեղ սահմանամերձ բնակավայրերում համոզվում ես, որ մեծից փոքր սահմանապահ են, որ գյուղացին սահմանին ապրելով իսկ ակամա դառնում է պաշտպանը հայրենյաց սահմանի։ Տիկին Սուսաննան, ով 3 գյուղական տնտեսություն վարող կնոջ անկեղծությամբ մեր տեսախցիկի առաջ հպարտանում էր իր նորածին հորթի առաջին քայլերով, նույնպես անմասն չի մնում զորակոչի գործընթացից։ Պատերազմի տարիներին ազատամարտիկներին է վիրակապելու բժշկել։ Այսօր նրանց զավակներին է ճանապարհում պաշտպանելու հայրենիքը։ Ու մտաբերում ես վարպետի Սարյանի խոսքերը։ Հողը մի կենդանի էակ է։ Նա ունի իր հոգին եւ առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին։ Զավեն Մաթևոսյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Հայոց բանակը սահմանների պաշտպանությունն իրականացնում է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների ուժերով։ Մեր նկարանող խումբն այցելել է նաև սահմանագոտում մեկ այլ հատվածում տեղակայված մարտական դիրքեր, որտեղ էլ հայրենիաց սահմանը հսկում են պայմանագրային զինծառայողները։ Դիրքերում ծառայությունը նույնն են խնդիրները, առաջադրանքներն ու զինծառայողների շրջանում առկա տրամադրությունները։ Տարբերությունը կարելի ասել միայն զինծառայողների տարիքն է։ Եթե այնտեղ ծառայություն են իրականացնում 18-ից 20 տարեկան մեր դիրքապահները, ապա այստեղ գրեթե բոլորն ունեն ընտանիք, երեխաներ, սակայն անկախ տարիքից ծառայում են նույն ոգով ու եռանդով։ Պատրաստ ենք միշտ, չենք խղճանում, տարիքով էլ կանորելի, նույն ձևի հավասար ծառայում ենք իրար հետ։ Ունենք մինչև 48 տարեկան, 50 տարեկան պայմանագրային։ Յուրաքանչյուր զինծառայող իր հետ ծառայության է տանում ընտանիքի սերն ու ջերմությունը, եւ այդ ջերմությամբ է նաեւ, որ հայրենիքի պաշտպանը դառնում է անպարտ, բանակը մարտունակ, երկիրն անվտանգ։ Մհեր Մխիթարյանը Կոտայքի մարզից է, իր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հպարտ է, որ թեկուզ իր բնակավայրից հեռու հայրենիքի սահմաններն է պաշտպանում։ Մենք ստեղ ենք, որ մեր հայրենիքի, մեր ժողովրդի ավտակությունը պահենք, պահպանենք եւ թույլ չենք տա, որ հակառակորդը ինչ-որ քայլեր ձեռնարկի հայրենիքի հանդեպ։ Իդեպ բոլորովին վերջերս ուրախալի լուր է ստացել։ Ունեմ մի տղա, տարի 6 ամսական է, երկրորդս էր դեկտեմբերի 2-ին է ծնվել։ Շատ ուրախացա, այնքանով ուրախ, որ 2 զինվոր կա Հայաստանի պահպանող։ Պայմանագրայիններն այստեղ ծառայում են ամսվա կեսը տանը չլինելով։ Նրանց հավաստմամբ կանայք են փորձում լրացնել բացակայությունը, շատ անգամ նաև տղամարդու գործ կատարելով։
Կոմիտասը իր ժամկետային ծառայությունն անցել է 92-ից 94 թվականներին, մասնակցելով նաև ինքնապաշտպանական մարտերի։ Մի քանի տարի է, ինչ համալրել է զինված ուժերի սպայակազմի շարքերը։ Ի պաշտոնե ծառայում է պայմանագրայինների կողքին, այսինքն 14 օր դիրքերում։ Սահմանամերձ Կոթի գյուղում էլ ապրում է նրա ընտանիքը։ Միջև դիրքերը բարձրանալը պատրաստում են, դրանց հետո արդեն ընտանիքի անդամները սովորել են, իրանք կարողանում են կազմակերպել։ Որոշեցին հյուրընկալվել Կոմիտասի տանը, հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրում ընտանիքում, երբ նա դիրքերում է։ Բոլոր զինծառայողներին ցանկանում եմ ողջ, առողջ տուն վերադառնան իրենց ընտանիքների մոտ։ Ամեն ինչ ուղղակի գեղեցիկ է, միայն նրա կարճատև բացակայությունն է զգացնել տալիս։ Սակայն զինվելով համբերությամբ ու գիտակցելով, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ծառայելը պատվի հարց է, դժվարությունները երկրորդական են դառնում։ Երեխաները դաս են սովորում, փոքրիկն էլ անհոգ խաղում է։ Եվ այդ ամենն ինչպես իրենց հայրիկի, այնպես էլ սահմանում այդ պահին կանգնած դիրքապահների շնորհիվ։ Դիրքապահներ, որ պատրաստ են անձնազոհության, միայն թե չխաթարվի հայ երեխաների անհոգ մանկությունը։ Կարեն Պետրոսյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։ Մասնագիտություն ընտրելիս շատերը նայում են դեպի ապագա։ Կան մասնագիտություններ, որոնք միշտ լինելու են շատ կարևոր, քանի դեռ մարդկությունը գոյություն ունի։ Իմ մասնագիտությունը հայրենիք պաշտպանելն է։ Իմ մասնագիտությունը խաղաղ ապագան է։ Իմ մասնագիտությունը երկրի ապահովությունն է։ Ռազմական գիտությունը առաջնորդների ընտրությունն է։ Ընդունվել ցանկացողները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ։ Եթերում Զինուշ հեռուստաձրագրի հայրենյաց սահման հատուկ թողարկումներ։ Ահա այսպես փորձեցինք ներկայացնել հայրենյաց սահմանի մի փոքրիկ հատված ու խաղաղ կյանքի մի փոքրիկ դրվագ։ Հայրենյաց սահման, որտեղ թե դիրքապահը, թե սահմանամերձ գյուղացին հայրենի հողը զերծ են պահում հակառակորդից, խաղաղ արշալույս պարգևելով մանկական հրճվանքին ու ստեղծագործ աշխատանքին։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։